Տեսեք, ուրեմն գործող քրեական օրենսգիրքը նախատեսում է ընդամենը 5 հանցակացության ազատության եւ սեռական ձեռնամխելիության հետ կապված այդ 5 հանցակազմի բովանդակություններ, այսինքն դիսպոզիտիվ հատկանիշները ենթադրում են, սա ընդհանուր եմ ասում, հետո կանադառնամ ձեր կայացած դեպքին։ Ուրեմն 5 հանցակազմի դիսպոզիտիվ հատկանիշները առնվազն ենթադրում են, որ այդ բնույթի դեպքերի արձանագրման դեպքում իրավապահ իրավասու մարմինները պարտավոր են ուշադրություն դարձնենք, որտեղ դուք նշեցիք նաև ձեր հարցի մեջ հանցավոր անգործություն բառը, ես նաև դրան կանադառնամ, էլի, պարտավոր են ձեռնարկելու քրեական վարույթ եւ քրեադատավարական գործիքակազմով ուրեմն ձեռնարկելու անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ, այնպիսի գործողություններ, որոնք կարող են հետագայում, այսինքն օրեր անց այլևս անիմաստ դառնալ կամ բովանդակազրկվել կամ իմաստազրկվել։ Կոնկրետ եթե մենք պրոյեկտենք այս դեպքի վրա, որ հիմա հանրային մեդիայում բավականին մեծ, այսպես հնչեղություն է ստացել, ես որքանով որ ծանոթ եմ սոցիալական հարթակներում եղած լրատվությունից, այս պարագայում ինչքան հասկացա մի երկու վարույթ կա, երկու քույրերի մասով, այսինքն կա մեկ փետրվար ամսին նախաձեռնված վարույթ եւ կա ապրիլ ամսին նախաձեռնված վարույթ։ Մեկը կապվում է երեխաների ուրեմն բռնաբարության հետ, մյուսը կապվում է նրանց հարազատի կամ ազգականի կողմից ինչ-որ գործողություններ կատարելու հետ, որ մեկը մյուսի հաջորդական շարունակությունն են։ Տեսեք, այստեղ եթե մենք վերցնում ենք զուտ ժամանակային առումով, սա որպես իրավաբան եմ ասում, առանց խորանալու գործողությունների մեջ եւ համատելով լրատվությամբ տրված փաստարկումները, երաստվյալները հասկանում են մեկ բան, եզրահանգում են մեկ բան, որ իրավասու քննչական մարմինները չեն ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, ինչը պարտավոր են անելու, դա իրավապահ եւ իրավասու մարմնի պոզիտիվ պարտականությունն է, ընդ որում ոչ միայն մեր ներպետական օրենսդրությամբ, այլև միջազգային օրենսդրությամբ, եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին համաունչ եւ նաեւ խորհրդին համապատասխան հանձնարարականներին համաունչ եւ նաեւ Հաագայի կոնվենցիային համաունչ պարտավոր են ձեռնարկելու բոլոր միջոցառումները, ինչը չեն արել։ Տեսեք, ես կարող եմ վկայակոչել մի քանի Դատախազություն չպիտի վերահսկող լինել, անկախ նրանից ոստիկանությունը ինչ էր արել, ինչ չէր արել, հանցավոր անգործություններ արել, քննչական հանցավոր անգործություն, այդ վերահսկող մարմինը դատախազությունը չի, որտեղ այսօր գլխավոր դատախազն ասում է, որ ինքը հետո չի իմացել այդ մասին։ Հանրայնացումից հետո է իմացել։ Դատախազությունը ունի կոնկրետ սահմանադրական ֆունկցիա, խոսքը վերաբերում է ոչ թե վերահսկողական ֆունկցիա ունի, այլև ունի դատախազական հսկողության ֆունկցիա, լիազորություններ։ Հա, դրանք տարբեր տերմիններ են, այսինքն զուտ իրավական իմաստով տարբեր բաներ են նշանակում։ Դատախազական հսկողությունը հսկողության համար պատասխանատու է այն դատախազը, ով նշանակվել է տվյալ քրեական վարույթով դատավարական ղեկավար։ Ես չգիտեմ ով է նշանակվել, բայց ով էլ որ նշանակվել է, պարտավոր է ձեռնարկելու կամ եթե քննիչը չէր ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք պետք է եւ պարտավոր էր կատարելու, ապա դատախազը պարտավոր է իր դատախազական ակտերի միջոցով, այսինքն ունի գործիքակազմ դատախազը, որովհետեւ գրավոր գրի եւ համապատասխան ուրեմն հանձնարարականներ տա եւ պահանջի, որպեսզի դրանք կատարվեն։ Չկատարվելու դեպքում վրա է հասնում պատասխանատվությունը։ Հանցագործության դեպքում դատախազի տեղակալները ինչպես կարող են տեղեկացվել։ Գլխավոր դատախազի մասնախոսքը։ Գլխավոր դատախազը ունի վերահսկողական ֆունկցիա, թեև միասնական համակարգայինքը, վերահսկողական ինքը իր դատախազների նկատմամբ ոչ քննչական մարմինների, որտեղ քննչական մարմինների նկատմամբ գործում է դատախազական հսկողության ֆունկցիան, լիազորությունների շրջանակը։ Այս պարագայում գլխավոր դատախազը, եթե չէր կատարվում ստորադաս դատախազների կողմից իրենց պարտականությունները, ապա գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազին ենթակա մյուս դատախազները, հա, միասնական այս համակարգում, այս պիրամիդայի սկզբունքով, բոլորը պետք է
ուրեմն միջոցներ ձեռնարկեին, որպեսզի այդ գործողությունները կատարվեին, ասենք օրինակ տեղյակ պիտի որ եղած լինեին, բացատրեմ ինչպես կարող էին լինել տեղյակ ինքը տեղյակ չէ լինելու ու գործը այդպես սաղված բացատրեմ ինչպես կարող էին տեղյակ լինել յուրաքանչյուր օր թե դատախազությունը, թե քննչական մարմինների ղեկավար կազմը, թե ոստիկանության իրավապահ մարմինների ղեկավար կազմը ստանում է օրվա ինֆորմացիան կամ նախորդ օրվա ինֆորմացիան, որով թե ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվել, քանի վարույթ է օրինակ նախաձեռնվել, օրինակ սեռական անձեռնամխելիության, չգիտեմ, սպանությունների մասով եւ այլ, այսինքն այնպիսի դեպքերի վերաբերյալ, որոնք կարող են օբյեկտիվորեն առաջացնել հանրային հնչեղություն։ Առավել եւս, եթե դա վերաբերվում է ընտանեկան բռնությանը եւ անչափահասներին, ապա այս դեպքում դա տարբեր խողովակներով հասնում է թե դատախազության, թե քննչական կոմիտեի ղեկավար կազմին։ Մենք կարող ենք ողջամիտ կասկածներ ունենալ, որ ամբողջ իրավական բուրգը կամ տեղյակ է եղել կոչկել է կամ հանրության հետ ազնիվ չեն առնվազն։ Ես կընտրեի վերջի ձեր արտահայտած միտքը, որ հանրության հետ ազնիվ չեն եղել։ Այդ որ ասեն թե տեղյակ չեն եղել, կարող է գլխավոր դատախազ տեսեք, առանձնապես տեղյակ չլինի, բայց գլխավոր դատախազին ենթակա մյուս ղեկավար կազմի անձինք, պաշտոնատար անձինք ոչ միայն պետք է տեղյակ լինեն, այլև պարտավոր էին տեղյակ լինելու եւ միջոցներ ձեռնարկելու կամ պահանջելու առնվազն իմանալու թե ինչ է կատարվել այդ գործով։ Ներքին գործերի նախարարին եմ ուզում անպայման անդրադառնալ։ Եթե հիշում եք, դեպքեր են եղել, որ օրինակ ընտանիքի անդամին է վերաբերել առանց նախաքննության գաղտնիքը հաշվի առնելու, առանց որևէ բանի միանգամից հայտարարել են, որ օրինակ երեխային հայրն է սպանել կամ այսպես ասենք խորթ հայրը եւ այլ։ Այսինքն մենք տեսել ենք դեպքեր, երբ որ իրենք հաղորդագրություններ են տարածել կամ ուղիղ նախարարը խոսել է դեպքի վերաբերյալ առանց որևէ նախաքննական գաղտնիք հաշվի առնելու եւ առանց քննություն իրականացնելու մեծ հաշվով։ Այս դեպքում ժամանակահատված է եղել։ Շատ ճիշտ նկատեցիք, ես դա հենց իմ ասացի համատեքստում, այո, չկա այդպիսի բան, որ ասեն, դե նախարարը կարող է տեղյակ չլինել կամ գլխավոր դատախազը տեղյակ չլինել, չկա այդպիսի բան, եթե առավել եւս խոսքը վերաբերում է մտավոր հետամնաց կամ հիվանդ անչափահաս աղջիկ երեխաներին, այո, աղջիկ երեխաներին, անչափահասներին, նորից եմ կրկնում, անչափահասներին, սա արդեն ինքնին արդեն կներեք շատ լուրջ ազդակա, լուրջ ազդանշան է, որպեսզի դա լինի առնվազն գլխավոր դատախազի, ոստիկանության պետի, ներողություն նախարարի, քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում եւ նրանք պարտավոր են իմանալու այդ գործի քննության ընթացքը, արդյունքը, ակնկալվող արդյունքը եւ կատարվելիք գործողությունները։ Տեսեք, հիմա ստացվում է այսպես, հա, երբ մենք ունեցել ենք օրինակ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ եկեղեցում կան օրինակ մանկապիղծներ եւ այլը եւ այլը։ Այսպիսի հայտարարություններ ենք ունեցել, երբ այդ ողջ դասը թիրախավորվել է եւ անտեղի ըստ էության առանց որևէ փաստական հիմքի եւ այլն։ Տվյալ դեպքում կան փաստեր, եղել են հաղորդումներ, այդ մարդկանց իրենց հաղորդագրություններով առնվազն փորձում են մաքրել։ Սա ինչի մասն է խոսում։ Ես ինչու եմ ասում փորձում են մաքրել, որովհետև երբ որ փաստաբանը խոսում էր դժուժացների, այնտեղ ինքը խոսում էր այն մասին, որ նախ փորձաքննություն չէր արվել, նախ հեռախոսների զննություն չէր իրականացվել, հուզարկություններ չեն իրականացվել, խոսվեց միայն այն մասին, որ այդ հանցագործներից մեկի մեքենան է ընդհանրապես արգրավել, որտեղ զննությունը չի իրականացվել։ Տեսեք, հիմա եթե քննչական գործողությունների անհետաձգելի քննչական գործողությունների տրամաբանությունը հետևեն, փաստաբանը ճիշտ է ասել, ճիշտ է նկատել դրանք, եւ այո, եթե դրանք փետրվար ամսին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում չեն արվել, հիմա այլևս ժամանակավոր է պետք։ Օրինակ, պետք է նշանակվեր փորձաքննություններ դատաբժշկական, դրանով պայմանավորված այլ բնույթի փորձաքննություններ, մասնավորապես պարզելու սեռավարակի արկայությունը կամ բացակայությունը, թմրամիջոցների օգտագործումը կամ բացառել այդպիսիք,
հեռախոսների այո վերցանում պետքա կատարվեր, համապատասխան միջնորդություններ տարվեին, բնականներում խուզարկություններ կատարվեր, չգիտեմ, տարաբնույթ քննչական Փետրվարին չի եղել, չէ՞։ Այս ամբողջ մինչև ապրիլի 20-ը առնվազն չի եղել։ Եթե մինչև ապրիլի 20-ը չի եղել, նայեք, փետրվար, մարտ, ապրիլ, այսինքն առնվազն մենք խոսում ենք 3 ամսվա մասին։ Եթե հիմա այսօր ամենամեծ պրոֆեսիոնալ քննիչները ընդունենք այդ քրեական վարույթը շարունակեն, քննությունը շարունակեն եւ չկարողանան որևէ կարևոր ապացույց, կարևոր փաստարկում հայտնաբերել, դա օբյեկտիվորեն հնարավոր կլինի, որովհետեւ այդ ժամանակը բաց է թողնվել։ Այսինքն ժամանակավրեպ է դարձել։ Տեսեք օրինակ։ Եվ նաև այստեղ շատ կարևոր բանի մասին խոսվեց, որ եթե օրինակ փետրվարին այդ դեպքը բացահայտված լիներ, կկանխարգելվեր երկրորդի 17 տարեկան քրոջ հետ կատարվածը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք կրկնակի հանցագործության վերաբերյալ, այստեղ իրավապահների գործողությունների կամ անգործության արդյունքում։ Չէ, այստեղ մենք կրկնակի հանցագործության վերաբերյալ չենք ունենա տվյալ, կունենանք նույն արարքը համասար արարքի կատարումը, որը քրեական իրավունքի գիտության մեջ որակվում է 1 հոդվածով, այսինքն 1 արարքի գնահատմամբ, բայց դա խնդիրը այսօր դրա մեջ չի։ Խնդիրը մեկ այլ բանի մեջ է, այո, ցանկացած հանցագործության բացահայտումը ենթադրում է նույնաբնույթ հանցագործությունների կանխարգելում եւ ցանկացած համարժեք միջոցի կիրառում, տվյալ դեպքում խափանմամիջոց, գործը դատարան ուղարկել, պատիժ նշանակել եւ այլն, ենթադրում է, որ վենդետայի բացառում։ Բայց տեսեք ինչա տեղ ունենում, ըստ լրատվության միջոցների տեղ է ունեցել բռնաբարություն, այսինքն տեղ է ունեցել ինչ-որ սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություն երկու անչափահասների, նրանց հարազատը հորեղբայրը իմացել է եւ եկել է ինչ-որ մարմնական վնասվածքներ պատճառել։ Այսինքն այստեղ մենք խոսք է գնում վենդետայի մասին։ Այսինքն ինքը բայց փորձը, տեսեք, երբ որ չի կալանավորվել, նոր փորձ։ Այո, իրավապահ մարմինների անգործությունը տվյալ դեպքում պետք է հստակ արձանագրենք։ Պետության պոզիտիվ պարտականություն ունեցող պետության անգործությունը հանգեցրել է վենդետայի։ Հիմա սրանում ով է մեղավոր։ Ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախագահ, առաջին հերթին այն քննիչները, քննչական բաժնի պետը, քննչական վարչության պետը, տվյալ վարչական տարածքի դատախազը, դատախազի ղեկավարը, մնացած բոլորը մեղավոր են։ Մեղավոր են, որտեղ վենդետան առաջացել է ոչ թե այս դեպքի անպատժելիության հետևանքով, այլև անդրադառնամ ձեր առաջի հենց հարցին, հանցավոր անգործության հետևանքով։ Այսինքն իրավապահ մարմինները ունենալով նորից եմ կրկնում պոզիտիվ պարտականություն, այսինքն նրանք պարտավոր են այդ պարտականությունը իրականացնել, չեն կատարել իրենց պարտավորությունները, դրսևորել են անգործություն, իսկ անգործությունը կարող է նաև քրեաիրավական գնահատականի արժանանալ։ Այս դեպքում քրեական օրենսգիրքը իրավասու պաշտոնատար անձանց համար նախատեսում է քրեական պատասխանատվություն։ Պատժաչափը տարբեր են, կախված է թե վնասը, այսինքն վնասը ինչքան է կազմում, էական է, ծանր է եւ այլն։ Տվյալ դեպքում ես իմ գնահատմամբ այս վնասները, որոնք առաջացել են, առավել ծանր վնասներ են, որովհետեւ խեղվել է եւ մի ընտանիքի ճակատագիր ողբերգություն է տեղ ունեցել։ Դուք պատկերացնում եք անչափահասի նկատմամբ անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցել սեռական ոտնձգություն եւ ակնհայտորեն կներեք ոչ թե սիրած տղայի կամ ինչ-որ, այլև տեղի ունեցել, ինչպես արդեն նշում են տվյալներով 65 տարեկան, 50 տարեկան ինչ-որ անձանց կողմից։ Մարդիկ, որոնք անձի մասին եւս խոսում։ Հա? Երրորդ անձի Եվ երրորդ անձի մասին։ Հիմա գիտեք, հիմա շատ դժվար է հասարակությունը լարվել է, հանրությունը մթնոլորտը լարվել է, հանրությունը շատ հարցեր ունի։ Այդ հարցերը հիմա այդ հարցերի պատասխանը պետք է իրավասու մարմինները տային։ Առիթ անառիթ դեպքերում, օրինակ ոսոր դուք վկայակոչեցիք երեխայի հոր հետ կապված են մանկահասակ սպանության դեպքը, անմիջապես իրավապահ մարմինների ղեկավարները այսպես մեյդան են ընկնում, լրատվության միջոցներով, տարբեր մեթոդներով,
այսպես զեկուցումներով, ցիկ կանգնելով շոր բաներ են ներկայացնում, տվյալներ են ներկայացնում, բայց ընտանիքը ինչա անտեր ընտանիք էր, այս ընտանիքը հայ չէին, այս ընտանիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէին, եւ պետք է եւ պարտավոր էին ամեն ինչ կատարել, ոչ մի բան չեն արել, պարզապես ոչինչ չեն արել, հիմա փորձում են ինչ-որ արդարացումներ գտնել, սուտ կեղծ լրատվություններ տարածել, թե ձերբակալել են, տարել են տնային կալանքի, հետո պարզվում է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Սա ողբերգություն է, սա ողբերգություն է երկկողմանի, մի դեպքում մի ընտանիքի ողբերգություն է, մեկ այլ դեպքում ողբերգություն է, երբ որ պետությունը հավուր պատշաճի չի արձագանքում այդ ընտանիքի ցավին ու դարդին։ Բոլոր առումներով, որտեղ այստեղ սոց աշխատողներից սկսած մինչև իրավապահ համակարգ խնդիր կա սոցիալական աշխատողներից սկսած։ Հիմա անդրադառնամ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Փետրվարից մինչև այսօր, փետրվար ամսից, չէ, վերցնենք որ դրանից հետո էլ չնայած իշքան հասկացա կատարվել, փետրվար ամսից մինչև այսօր վեդի հոգեբարձուների եւ անչափահասների հանձնաժողովը ցույց տվեք մի գործողություն կամ մի լրատվություն, որտեղ իրենք գոնե մեկ աշխատանք, գոնե մեկ գրիչի շարժում կա։ Մեկ աշխատանք գոնե կատարել են։ Բայց պարտավոր էին ուղղա տեղական ինքնակառավարման մարմնի արձագանքը։ Դե եթե կներեք իրավապահ մարմինները որևէ կերպ չեն արձագանքում, իրենց պարտականությունները չեն կատարում, թիմի ղեկավարը պետք է որ անգործություն դրսևորել։ Հիմա հարցի հետքումը հետո պարզվեց, որ ուրիշ բռնաբարության դեպքեր եղել։ Դա նայեք Կարծես թե ավարտին չէր հասցվել։ Բայց հետքումը այն գործը, որ ինքը տեղյակ չի, անգամ իր դրա հետ կապված ես մի նկատառում ունեմ։ Տեսեք, մարզպետ տանքում ես ուրիշ դեպք նկատի ունեի։ Այսինքն այդ մարզում առնվազն կա միտում, որ այդ բնույթի հանցագործությունները շարունակական կամ անընդհատ ինչ-որ բնույթ են կրում։ Չեն կանխարգելում, այդ չեն էլ կանխարգելվի, եթե կներեք, այս դեպքերը մնան չբացահայտված, այս դեպքերը մնան չքննված, այս դեպքերը իրենց հավուր պատշաճի պատասխան չստանան, դրան հաջորդելու հաջորդող դեպքերը։ Իսկ իրավական առումով կա ինչ-որ բան, որ դուք կուզենայիք շեշտեիք, մենք օրինակ չհարցրեցինք, կարևոր է, բայց այսպես է, հաշվի առնելով նաև այն, որ իրավաբան չենք, ձեզ չհարցրեցինք։ Ես հիմա գտնում եմ, որ այս պայմաններում ստեղծված իրավիճակում պետք է քրեական վարորդը շարունակվի երկու գործով, քրեական վարորդը շարունակվի այլ քննչական մարմնում, ընդ որում դրանց կատարողները պետք է լինեն պրոֆեսիոնալ անձինք, պրոֆեսիոնալ իրավաբաններ եւ ձեռնահաս դատախազ լինի հսկողը։ Նորից եմ կրկնում, որպեսզի այն հաշվարկով, եթե մենք ուզում ենք հասարակության պատասխանը ճիշտ լինի, իրավապահ մարմինների ղեկավարները այս պայից սկսած առնվազն պարտավոր են նախաձեռնելու այդպիսի վիճակ եւ հանրությանը հաշվետու լինելու, թե այդ դեպքի կապակցությամբ որ իրավապահ մարմինը, որ քննիչը, որ ոստիկանության աշխատողը, որ անձը, որտեղ ինչ հարցում է թերացել։ Դա կլինի կարգապահական բնույթի պատասխանատվություն, դա կլինի քրեական բնույթի պատասխանատվություն, թե ինչ պատասխանատվություն կլինի, բոլոր դեպքերում հանրությանը պարտավոր են իրազեկելու, որպեսզի հանրությունը հիմա տեսեք նախընտրական իրավիճակ է, իրադրություն է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց կներեք, գործող իշխանությունը սենց է գնում նախընտրական քարոզչության, սենց պետք է գնա, այս ձևով են հանցագործությունները բացահայտում, այս ձևով են անում, սա ձև չի, սա կներեք, հանցավոր անգործություն է, ես գալիս եմ ձեր մտքին, հանցավոր անգործություն է, որը ենթակա է քրեական պատասխանատվության։ Դատախազական հսկողությունը անչափահասների շրջանում կատարվող կամ կատարված հանցագործությունների մասով իրականացում է անձամբ ստորաբաժանման ղեկավարի կողմից։ Այսինքն դա ենթադրաբար ինչու է դա այդպես արվում, օրենսդիրը ինչի է այդպեսի պարտադրանք դրել, որ ստորաբաժանման ղեկավարը առավել պատասխանատու դիրք է զբաղեցնում եւ դրանով պայմանավորված պետք է ստորաբաժանման ղեկավարը ասել կուզի ավելի պրոյեկտեմ տվյալ դեպքում Արարատի մարզի դատախազը պարտավոր էր ինքը անձնապես զբաղվելու, հետևելու տվյալ գործի քննությանը։ Այսինքն նրա ստորադաս դատախազը, որ դատավարական ղեկավարում է իրականացնում,
այլևս չպետք է իրականացնել, որպեսզի դատավարական ղեկավարությունն դատախազական հսկողությունը պետք է լիներ Արարատի մարզի դատախազինը։ Այսինքն մենք ունենք կոնկրետ պատասխանատու անձի վիճակ, դա մարզի դատախազն է։